լավ մի բանը լավ է կարևոր իրանց հրավիրել, բայց պոտենցիալի գնահատումն ով արել այդ հաստոցները, հաստոցից ինչ կարանք ցան։ Օրինակ հիմա էկոնոմիկայի նախարարությունը պետք է ռեստր ունենար, որտեղ ինչ հաստոց կա, այդ հաստոցը դու պետություն որպես աջակցել եք, որ գա, օրինակ վերջի լավագույն հաստոցները որպես մրցունակ հաստոց եկել է։ Դրա արդյունավետությունն ինչքան է, ինքը 24 ժամ պետք է աշխատի, 5 ժամ աշխատում, 4 ժամ աշխատում, ինչ պրոդուկտ է տալի, այդ հաստոցից տված պրոդուկտը ինքնարժեքի մեջ ինչ է։ Այս բաները, որ հիմա դուք այսօր թվարկում եք, ես հասնում եմ պոտենցիալը ով է գնահատելու։ Ժամանակին ասենք նախ չի կարա լինի երկու նախարարություն, էկոնոմիկա եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տարբեր կառավարման բաներ են, տարբեր համակարգեր են։ Դուք պետք է ռեստր ունենաք, Հայաստանում ինչ հաստոց կա, այդ հաստոցից ինչ պրոդուկտ ենք ստանում։ Այդ չկա էդի։ Այս պոտենցիալը եթե չկա, ո՞նց եք մասնակցելու։ Դուք պետք է հուշեք։ Ու պետք է բոլորը գա մի տեղ, մի կենտրոն լինի, չի կարա լինի։ Հասկացա, ռեստերը կա, մենք գիտենք, որ ձեռնարկությունները ինչ սարքավորումներ են ձեռք բերել մեր ծրագրերով եւ ինչ ունեն։ Համաձայն եմ։ Հիմա մենք ուրիշ գործիք ենք իրար շուտով ներդնելու թվայնացման process-ում մի գործիք հիմա ծրագիրը գրելու process-ի մեջ են թվայնացման խորհրդում է ըստ էության նախագիծը, որը ենթադրում է, որ քանի որ մենք հիմա որոշակի այդպես ասած AI գործիքներ կիրառելու սահմանափակ հնարավորություն ենք Այո, որովհետև 16 բանկ, 16 ֆորմատով մեզ ուղարկում են տվյալներ, մենք դժվարությամբ դրանք իրար միացնում ենք, փորձում ենք ինչ-որ կապեր գտնենք, հիմա այդ ծրագիրը հնարավորություն է տալու մի ֆորմատով ստանալ այդ ամբողջ տեղեկատվությունը, մի բազայի մեջ տեղավորել եւ AI-ով որոշակի կապեր, հետեւություններ անել, ոչ միայն, առհասարակ ինքը Հիմա պատվերները ստանալը, օրինակ հիմա եթե աշխարհի լավագույն պրոյեկտներից մեկը պատվեր տա Հայաստանում 5 հաստոց կունենան, երկրորդ Չէ, ինքը ֆրանսիական կառույցների հետ աշխատում, թող հերլեսի համար մի հատ դետալ է, շուկուբի մակարդակ։ Դե հենց այդ դրան է գալի, որ ինքը AI-ը մեզ հնարավորություն մենք այդպես ենք խնդիրը ձևակերպել, որ ասի, որ օրինակ դուք ձեր երկրում այսքան կարողություն եք ձևավորել, որը հնարավորություն է տալիս ձեր երկրում, որ շատ ուզենաք այս ինչ բանը արտադրեք։ Հավաքում է ժամացույց, դա շատ ճշգրիտ բան է, չէ, արտադրություն է, բայց դրանից բխող կարանք մենք շատ այլ բաների համար, արդյունաբերությունների համար, տարբեր արտադրանքների համար կարող ենք արտադրանք տալ, բայց դա ով է գնացեք գնահատե, ինչ բան ճշգրիտ հաստոցադրած ու այդ հաստոցից ինչ մակարդակի մրցունակ դետալ է բաղադրիչ է դուրս գալի։ Խոսքը սրա մասին է, որ մենք ինքներս չգիտենք, նույնն էլ IT մասով էր, մենք մի հատ էլ հիմա խնդիր ունենք, հեսա AI-ը սկսի փոխարինել կոդ գրողներին, հիմա մենք պետք է այդտեղ ներդրում կատարենք, որ կոդ գրողի մակարդակը բարձրացնենք, որ կոդ գրողը վաղը առանց գործի չմնա, որտեղ չենք գնահատեք, ինչքան կոդ գրող ունենք, կազմակերպությունները մեզանից ինչ են ուզում, հիմա դուք պետք է շրջաբերական ուղարկեք բոլոր այդ IT կազմակերպություններին, ասեք մենք ձեզ ինչով աջակցենք, որ մինչև արհեստական ինտելեկտի փոխարինող դառնալը կոդ գրելուն, մենք ինչ անենք, որ իրանց մակարդակը բարձրացնենք, որ իրանք այդ աշխատատեղերը չկորցնեն։ Շնորհակալություն։ Մեր տեսեք երկու արձագանք ունեմ։ Առաջին արձագանքը նա է, որ հենց այդ AI-ի միջոցով փորձելու ենք հասկանանք, օրինակ կա ինչ-որ արտադրություններ, որոնք որ հնարավոր է արդեն Հայաստանում ձևավորել, որոնք մինչև այդ հնարավոր չէին, ելնելով եւ այո, դա մեկ, իսկ ուղղակի այդպես ասած գնահատել ոչ AI-ով թե ինչ ունենք, ինչ հզորություններով եւ այլնով, վստահ չեմ, որ անկեղծ եմ ասում, որ նախարարությունը ունի այդպիսի կարողություններ, որ կարող է գնահատել թե որ սարքավորումները, ինչպիսի հավաքածա ունի։ Չէ, ունի են ինչը որ մաքսայինով եկելա ձեր թույլտվությամբ։ Չէ, ունի նաեւ ինչ են առել, լիզինգով։ Դա էլ կա։ Բանը հիմքում 20 տարի գործում է։ Այդտեղից այդ բազան, որը ենթադրենք 10,000 հաստոց,
Այդ 10,000 հաստոցից ինչ եզրակացության ենք մենք գալիս, դրա ես վստահ չեմ, որ մենք դրա, այդպես ասած, մարդկային կապիտալով այդ կարողություն ունենք, որ գնանք այդ եզրակացությունը բերենք, բայց կարծում եմ, որ հիմա հենց այդ ենք խնդիրը դրել։ Կարող են որոշակի AI գործիքներով ինչ-որ հետևություններ գանք, որ օրինակ Հայաստանում այսպիսի կարողություններ է ձևավորվել։ Ենթադրենք, որ հա, դրա արդյունավետ աշխատանքը 100 տիպի ինչ այո, ինչ է կարող։ Սննդամթերքի մշակման ոլորտում էս սա ձևավորվել, ոսկերչության մեջ սա է ձևավորվել, քարամշակության մեջ էս է ձևավորվել, այստեղ օրինակ քիմիայում կարող է ասի բան չի ձևավորվել։ Այո, հա, չգիտեմ, դեղագործության մեջ էս եք ձևավորել, քիմիայում պայմանական ոչինչ չեն կարողացել ձևավորել, ադամանդագործության մեջ էս ենք ձևավորել, ուսեն շարունակ։ Ենթադրում ենք այդ հուշող գործողությունները մեզ հնարավորություն կտան թվայնացման միջոցով այդ վերլուծական կարողությամբ կիսվել բիզնեսի հետ, իրենց հուշել, բնականաբար չեն կարող պարտադրել ինչ անենք, ասենք ժողովուրդ 5 հոգուց մոտ 5 հատ տարբեր բան է ձևավորվել, որոնք իրար հետ կարան ինչ-որ մի հատ արդյունք օրինակ ստեղծեն կամ մեր մոտ այսինչ արդյունքն է ձևավորվել, որի մյուս կեսը կարա կպնի նույն ղազախական կամ ռուսական ձեռնարկություններին ու ստանանք մի հատ վերջնական այլ արտադրանք այս մասով։ Այդ մասով իհարկե համաձայն ենք ձեր հետ ու գործիքն էլ այդպես ենք տեսնում։